Գնեք Սանկերամիկա կամ Լոգարսենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Շարունակում ենք աշխատանքը եւ այս պահին զրուցելու եմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի ղեկավար Անի Չատինյանի հետ։ Տիկին Չատինյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ նույնպես հրավերի համար։ Տիկին Չատինյան, մենք այս ընթացքում մի քանի անգամ առիթ ունեցել ենք անդրադառնալու 23-ամյա Չեչեն աղջկա սպանությանը Երևանում։ Մենք տեսնում ենք, որ միջազգային մամուլը ընդհանրապես ուշով հետևում է զարգացումներին, թե մինչև այս պահը ինչ իրավիճակ ունենք, մասնավորապես ըստ էության արդեն իսկ տարբեր հրապարակումներ կան, թե ովքեր են ներգրաված այս սպանության մեջ, մասնավորապես ուրեմն մենք գիտենք, որ սպանության մեջ ներգրաված են իսլամական պետության ֆինանսավորման մեջ մեղադրողները, այդ ձեզ ինչ է հայտնի, որքանով եք դուք հետևում, որքանով եք հետևողական, թե ընդհանրապես հետաքննությունն ինչ է ցույց տվել նրա սպանության հետ կապված, կարծեք թե այս թեման փակվեց, բայց նաև նշվում է, որ շատերը, որոնք փորձում էին եւ հաստատվել են Հայաստանում, արդեն լրջագույն վախեր ունեն այստեղ, որ ապահով չէ։ Շնորհակալություն հարցի համար։ Նախ պետք է նշեմ, որ թեման չի փակվել եւ թեման ավելի քան բաց է այնքանով, որքանով որ այս պահին դեռևս ընթանում է քրեական գործի հարուցման, քրեական գործով տեղեկություններ են ձեռք բերվում, քննություն է իրականացվում, դե բնականաբար փորձաքննություն է նշանակվել, որպեսզի պարզվի մահվան հանգեցրած պատճառները, որտեղ դրանք անզեն աչքով հնարավոր է ֆիքսել, բայց այնուամենայնիվ պետք է բժշկական փաստաթղթեր ունենալ։ Հանցագործությունը բացահայտված լինելու հետ կապված տեղեկությունները ամբողջական տրամադրել են Այշատ Բեյմուրադովայի սենյակակից ընկերները հենց դեպքից անմիջապես հետո հարցաքննության շրջանակներում, երբ որ մեր կազմակերպության փաստաբանը ներկայացրել է վերջինիս շահեր, այսինքն այն, որ 2 հոգով են եղել, տեսախցիկները ֆիքսելուց հետո սկսել են նույնականացման աշխատանքները եւ այլն, այս ամենը հիմա դեռևս քննության փուլում է եւ կարծում եմ արդեն այն փուլում, երբ հնարավոր կլինի դրանց վերաբերյալ տեղեկատվությունները հանրությանը հրապարակել, կհրապարակվի, այս ամեն դեպքում ամբողջ մանրամասն տեղեկատվությունը 8 ժամից ավելի տևած յուրաքանչյուր հարցաքննությունների ընթացքում այս ամբողջ ինֆորմացիան տեղեկատվությունը անհրաժեշտ վարույթն իրականացնող մարմինը տիրապետում է, նաև տեղեկացված ենք, գիտենք, որ տեսախցիկները շենքում, մուտքում եղած վերցվել են, դրանց միջոցով է նաև նույնականացվել անձանց կոնկրետ տվյալները դե բնականաբար նույնականացումով քննչական գործողությունների արդյունքում կպարզվեն եւ կարծում եմ ավելի ուշ անձանց տվյալներով եւ այլն կհրապարակվի։ Ինչ վերաբերում է Հայաստանում ապաստանած անվտանգ որպես երկիր մարդույանքների տեսանկյունից Հայաստանում գտնվող անձանց երաշխիքներին, այո, կարծում եմ, որ այստեղ պետությունը անելիքներ ունի եւ կոնկրետ ջանքեր պիտի գործադրվեն այդ անվտանգության ապահովման տեսանկյունից։ Իհարկե ջանքերը երկուստեք պետք է լինեն եւ պետությունը եւ բանձով ապաստան է գտել իր ցանկությունը պիտի հայտնի այդ անվտանգության երաշխիքները ստանալու, ոչ թե միայն օդում։ Ամեն դեպքում Հայաստանը որպես անվտանգ երկիր ընտրած փախստականները, այո, պիտի իրենց Հայաստանում ապահով զգան եւ փորձեն պետությունն էլ փորձի ամենը անել հնարավոր եւ անհնար եւ հատկապես հիմա այս գործի շրջանակներում հրապարակայնությունն ապահովելով անձանց տեղեկատվությունը հասանելի դարձնել լայն շերտերին հասարակության, որպեսզի նաեւ այդ երաշխիքը որպես այդպիսին անվտանգության անձինք իրենց համար զգան։
Իսկ առհասարակ մյուս չեչեն, այսպես ասած, չեչեն քաղաքացիներին, որոնք Հայաստանում են հաստատված, որքանով այս տեղի ունեցած ողբերգությունը մտահոգվելու առիթ է տվել ընդհանրապես իրենց անվտանգության առումով։ Ես ներկայացրի ուրեմն թե ինչպիսի հրապարակումներ կան, մասնավորապես Տիկին Չատինյան, իսլամական պետությանը ֆինանսավորման մեջ մեղադրողը ներգրաված է Հայաստանում չեչեն աղջկա սպանության մեջ, այսպիսի վերնագրերով նյութեր են հրապարակվում, այս մասով ձեզ ինչ է հայտնի, որքան էլ նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է, ինչ է ձեզ հայտնի։ Այո, կասեմ մեզ հայտնին այն ինֆորմացիան, որ այո, Հայաստանում ապաստանած մնացած չեչենները, չեչեն ազգությամբ չեչեն կանայք, աղջիկները, ովքեր ընտանեկան բռնությունից կամ նմանատիպ իրավիճակներից են փախել եւ ցանկություն են հայտնում ու գտնում են, որ իրենց նկատմամբ վախ եւ իրենք եւս վտանգված են տիրող իրավիճակով պայմանավորված, Հայաստանը անելիքներ ունի եւ այս քրեական գործի շրջանակներում կամ առանձին գաղտնի եւ ոչ գաղտնի տվյալների փոխանցմամբ Հայաստանը քննչական մարմինները, ոստիկանությունը տարբեր ասպեկտներում պարտավոր է տրամադրել անվտանգության միջոցներ։ Հենց այս քրեական գործի շրջանակներում էլ կարող է դիտարկվել այս հարցը, նաև ոստիկանության մակարդակում պետք է քննարկվի եւ փորձարվի ջանքեր գործադրվեն, որպեսզի յուրաքանչյուրը ով գտնում է, որ այս իրավիճակով պայմանավորված հնարավոր է իր վրա եւս հարձակումներ լինեն կամ ինքը եւս դառնա նմանատիպ իրավիճակում զոհ կամ հավանականություն կա, ստանա պաշտպանության անհրաժեշտ միջոցներ Հայաստանի Հանրապետությունից եւ այս քրեական գործի շրջանակներում եւ միգուցե նաեւ առանձին ոստիկանության միջոցով։ Լավ, Տիկին Չատինյան, այն ինչ ներկայացրի ես տարբեր լրատվամիջոցների նաեւ արձագանքն է, ուրեմն հետաքրքիր է այդ անձինք ինչպես են Հայաստանի Հանրապետություն կարողացել մուտք գործել, սա ավելի լուրջ խնդիր չէ։ Տեսեք, Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու հետ կապված բնականաբար մուտքի թույլտվություն, վիզա հատուկ սահմանն է, հատուկ կարգ, մենք էլ գիտենք, որ որոշ երկրների դեպքում անհրաժեշտ չէ, եթե հետապնդում որևէ այլ երկրում ԱՊՀ երկրների շրջանակներում չկա նախատեսված, բնականաբար մուտքը Հայաստանի Հանրապետություն ազատ է։ Մեկ այլ հարց է, թե այսուհետ ինչպես ենք վերաբերվելու եւ ում ենք թույլատրվելու մուտք գործել Հայաստան, ում չի թույլատրվելու մուտք գործել Հայաստան։ Բնականաբար ես ինքս էլ հասկանում եմ, որ օդից վերցված ինչ-որ տարբերակներում չենք կարող մարդկանց մուտք ու ելքը արգելել այն դեպքում, երբ որ չկան հիմքեր եւ հավաստումներ այն մասին, որ վտանգավորություն է ներկայացնում եւ այլն, բայց տրամաբանությունը այնպիսին է եւ նաեւ մեր գործունեությունն է այդպես ցույց տվել տարիների փորձը, որ եթե որևէ քրեական գործի շրջանակներում սահմանափակում երկիրը մուտք գործելու հետ կապված չկա, ապա մուտքը Հայաստանի Հանրապետություն ազատ է։ Հիմա Հայաստանում ապաստանած օտարերկրացիների մեծ մասը իրենց ծագման երկրներում ունեն իրենց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցված քաղաքական նկատառումներով, ոչ քաղաքական նկատառումներով, ովքեր Հայաստան են եկել որպես անվտանգ երկիր, բայց քրեական գործի պայմաններում սահմանափակումներ կան։ Միգուցե ի սկզբանե այս մարդկանց վերաբերյալ են եղել սահմանափակումներ, հանվել են կամ ուշադրություն չի դարձվել սահմանային անցակետում, որ ինչ-որ պահի եղել է, ապա հանվել է, ամեն դեպքում մուտքն ազատ է, այն դեպքում, երբ համակարգում իրենց վերաբերյալ տեղեկություններ չեն պարունակում այն մասին, որ քրեական որևէ գործով, կոնկրետ կարգավիճակ ունեն անձինք։ Հիմա եթե կա հարուցված քրեական գործ եւ կարգավիճակ ունի քրեական դատավարության օրենսգրքով որևէ մեկը եւ այդ ամենը ԱՊՀ երկրների շրջանակներում, այստեղ պիտի գործի դրվի մեր կողմից այդքան բազմիցս ասված եւ շահարկված այն կոնվենցիան պայմանագրերի իրավական փոխօգնության, որոնք թեև խնդրահարույց են համարում, այնուամենայնիվ այս պահին, եթե այս դեպքում եթե լինեին սահմանափակումներ, այս կոնվենցիայի շրջանակներում
պիտի մուտքի սահմանափակման գոնե թե հետագայում Հայաստանից դուրս գալու խնդիրներ ունենային։ Եթե այս ամենի մասին տեղեկատվություն չունենք, ենթադրվում է, որ մեղադրանքները կամ այդ իսլամական պետությանը ֆինանսավորելու մեջ մեղադրվողները կամ դեռ կարգավիճակ չունեն կամ որևէ այլ խնդիրներ կան, որոնց մասին այս պահին չկա տեղեկատվություն։ Ամեն դեպքում այս ինֆորմացիան ինչ է հրապարակվում է լրահոսերում, միջազգային եւ տեղական մեդիաների կողմից, բնականաբար քննիչի կողմից, վարույթն իրականացնող մարմնի կողմից քննության առարկա պիտի դարձվի եւ կոնկրետ իրավական գնահատականներ պետք է տրվեն բոլոր հարցերին եւ այն անձինք, ովքեր կդիմեն ուղղակի կամ անուղղակի ձևով իրենց անվտանգության ապահովման համար, Հայաստանը ունենալու է պարտավորություն ապահովելու դրանք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հաջողություն։ Զրուցում էի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի ղեկավար Անի Չատինյանի հետ։ Այժմի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։